Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 28-րդ գլուխ Հութայի Աքազ թագավորը։ Աքազ 20 տարեկան էր, երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 16 տարի թագավորեց։ Ան չրավ ինչ որ Տիրոջ արչև ուղիղ է, ինչպես իր հայրը Դավիթ հրավ։ Հաբա Իսրայելի թագավորներուն ջամփաներեն ընթացավ ու փահաղներուն սուլաձո գուրքեր շինեց։ Ան Ելովմի որդին ծորի մեջ խումբ կձխեր եւ իր որդիները գրագով այրեց այն ասկերուն քաշություններուն ամացայն, որոնք դերը Իսրայելի որդիներուն արչևեն վդարեց։ Բարձր դեղերու եւ փլուրներու վրա ու ամեն գանաչազարդ ծառի տակ զոհ գմադուցաներ եւ խումբ կձխեր։ Բادرազ Սուրիայի եւ Իսրայելի թեմ։ Հետևաբար դերը իր աստվածը զինք Սուրիայի թագավորին ցերկը մատնեց, զինք բարդության մատնեցին, իր մեջ շատեր կերևարեցին ու զանոնք Դամասկոս տարին։ Նաև Իսրայելի թագավորին ցերկը մատնվեցավ, որ զինք մեծ բարդության մատնեց։ Ռովմելայի որդին Փագեե մեկ օրվան մեջ Հութայեն 120,000 հոգի մերծուց, որոնք բոլորն ալ գդրիչ մարդիկ էին, քանի որ դերը իրենց հայրերուն աստվածը լքած էին։ Եփրեմեն Զեքրի անունով զորավոր մարդը թագավորին որդին Մասյան, Արկունաբեդը Եզրիգամը ու թագավորին փոխանորդը Եղգանանը սպանեց։ Իսրայելի որդիները իրենց եղբայրներեն 200,000 հոգի կերևարեցին, գիներ, որդիներ եւ աղջիկներ, նաեւ շատ ավար գողոպտեցին անոնցմե եւ ավարը Սամարիա դարին։ Օվթեթ Մարգարեն Հոն Տիրոջ Մարգարե մգար Օվթեթ անունով։ Ան դուրս ելավ Սամարիա հասնող զորքին արջև եւ անոնց ասավ. Ահա դերը ծեր հայրերուն աստվածը Հութայի թեմ ունեցած ցասումին համար զանոնք ծերծեր կմատնեց։ Իսկ դուք զանոնք մերծուցիկ այնպիսի բարգությամբ, որ մինչև երկինք հասավ։ Հիմա էլ կմտածեք Հութայի ու Երուսաղեմի որդիները նվաճել իբր ծեր ստրուկները եւ ստրգուհիները։ Միթե Տիրոջ ծեր աստուծուն արջև դուք միայն դուք հանցավոր չգլար։ Ուրեմն ինձի մտի գրեք։ Վերադարձուցեք այն քերիները, որ ծեր եղբայրներեն կերևարեցիք, որովհետև Տիրոջ փորփոքած բարգությունը ծեր վրա է։ Եփրեմի որդիներուն գլխավորներեն ոմանք Հոհանանի որդին Ազարիա, Մեսեղամոթի որդին Փարակիա, Սեղումի որդին Եզեկիա ու Ադրիայի որդին Ամեսայի բادرազմեն եկողներուն թեմ կանգնեցան ու անոնց ասին. Քերիներ հոս մի բերեք, արդարև մենք արդեն Տիրոջ արչև հանցավոր ենք եւ դուք ասիգայալ գուզեք ավելցնել մեր մեղքերուն ու մեր հանցանքներուն վրա։ Արդարև մեր հանցանքը շատ է եւ Իսրայելի վրա փորփոքած բարգություն կա։ Ուստի զինյալները քերիներն ու գողոբուտը թողուցին իշխանավորներուն եւ ամբողջ համախմբումին արջև։ Հետո իրենց անուներով որոշված մարդիկը կանգնեցան, քերիները արին ու անոնց մեջ են բոլոր մեր գեղողները ավարեն հակվեցուցին։ Անոնց հանդերձներ եւ գոշիկներ հագցուցին, զանոնք գերցուցին ու խմցուցին, ապա զանոնք հոդավետ յուղով օձեցին եւ բոլոր դգարները էշերու վրա հեծնելով Երիքով դարին, արմավիներու քաղաքը, անոնց եղբայրներունքով։ Հետո իրենք Սամարիա վերադարձան։ Աքազ գխնդրե Ասորեստանի օգնությունը։ Այդ ադեն Աքազ թագավորը Ասորեստանի թագավորներուն պատգամավորներ ղրգեց, որպես իրեն օգնեն։ Արտարև Եթոմայեցիները անգամ նալ եկերեին ու Հութան զարնելով քերիներ դարերեին։ Պրշտացիներն ալ Տաշտակեդինի մեջ ու Հութայի հարավային կողմ եղող քաղաքներուն վրա արձակելով Փետսամյուսը, Այեղոնը, Քաթերոթը, Սոքովն ու անոր քյուղերը, նաև Թավնան ու անոր քյուղերը եւ Քամզովն ու անոր քյուղերը քրավեր եւ հոմփնագեր էին։ Արտարև դերը Հութան ընջեց Իսրայելի Աքազ թագավորին պատճառով, որովհետև ան Հութան թողուց, որ անարագություն ունե ու Տիրոջ հանդեպ ուխտազանց եղավ։ Ասորեստանի Թագղատ Փաղասար թագավորը անոր եկավ ու զայն դակնաբեցուց, բայց անոր թիգունք չեղավ։ Արտարև Աքազ Տիրոջ դունեն ու թագավորին եւ իշխանավորներուն դուներեն բաժիներ արավ ու Ասորեստանի թագավորին տվավ, բայց ան իրեն չօգնեց։ Աքազի մեղքերը։ Իր դակնաբին ադեն այս Աքազ թագավորը ավելի ուխտազանց եղավ Տիրոջ հանդեպ։ Ան զոհեր մատուցանեց Դամասկոսի աստվածներուն, որոնք զինք բարդության մատներ էին, որովհետև ըսավ. քանի Սուրիայի թագավորներուն աստվածները անոնց օգնեցին, իրենց զոհ պիտի մատուցանեմ, որբեսի ինձիալ օգնեն։
բայց անոնք իր եւ ամբողջ Իսրայելի գործանումին պատճառ եղան։ Աքազ Աստուծո դան արարգաները հավաքեց ու զանոնք գոդրդեց։ Դիրոջ դան թռները կոծեց եւ Երուսաղեմի բոլոր անգյուները իրեն փակիներ շինեց։ Հութայի բոլոր քաղաքներու մեջ բարձր դեղեր շինեց, որբեսի ուրիշ աստվածներու խումբ ձգե։ Այսպես դերը իր հայրերուն Աստվածը քրքրեց։ Անոր մնացյալ արարքները եւ ամբողջ ընթացքը առաջիններն ու վերջինները ահա Հութայի եւ Իսրայելի թագավորներու քիրքի մեջ կրված են։ Աքազ իր հայրերուն հետ գնացավ։ Զայն Երուսաղեմ քաղաքի մեջ տաղեցին, բայց Իսրայելի թագավորներուն գերեզմաններու մեջ չմցուցին։ Անոր դեղ իր որդին Եզեկիա թագավոր եղավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։